ոստիկանությունը որևիցե մեկին չի արգելում։ Մենք այս պահին հասարակական կարգ ենք ապահովում եւ որևիցե մեկին չենք արգելում։ Հարգելիս, նորից եմ կրկնում, այդ մնացած հարցերին ես երբ որ ընդհանուր ուսումնասիրեմ կտեսնեմ ինչ է եղել, ձեր հարցերին մանրամասն փաստաբանը հայտարարեց, ուրեմն ներողություն, դա ես ներողություն, ուրեմն նորից եմ կրկնում, ես հիմա չեմ ուզում ձեզ խոսքերին գնահատեմ, որն է սա դրանք, միգուցե դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Մենք յուրաքանչյուր իրավիճակի, որտեղ որ կա անհրաժեշտություն ոստիկանության միջամտության, պարտադիր լինում է համապատասխան գործառույթ։ Պարոն ոստիկանապետ, փաստաբանը հայտնեց, որ հոգևորականները, որոնք հրավիրվել են քննչական կոմիտե, այսօր նրանց բոլորի տների մոտ ուժեղացված ծառայություններ իրականացվել, անգամ երկուսին բռնել են, պարզել են, որ չեն գալիս հովանամանք, նոր միայն բաց են թողել։ Ինչպես սա կբացատրեք։ Երբ է եղել։ Այսօր առավոտ բռնել են։ Այո, ասած բռնել են։ Փորձել են տեղափոխել։ Ճշտել են, որ չեն գալիս հովանամանք, բաց են թողել։ Հարգելիս, նորից եմ կրկնում, եկեղեցականներին երբ որ տրված է ծանոթագիր ներկայանալու, կարող է եւ ճշտել մենք եք հարգելիս Կիրակի օրով տրված է ծանոթագիր եւ ոստիկանությունը, քանի որ ծանոթագիրը պատշաճ ներկայացրել է նաեւ միգուցե ես ասում եմ բոլորին ոչ, բոլորի մասին չի խոսքը։ Ես հիմա դուք խոսում եք տրված հարցազրույցի հետ կապված, ես ձեզ ասեցի բոլոր հանգամանքների հետ կապված, նաեւ հարցազրույցի, նաեւ անհատ քաղաքացիների, նաեւ լրատվամիջոցների հետ կապված, եթե կլինեն համապատասխան տեսանյութեր, հոդվածներ, մենք կուսումնասիրենք, ըստ պատշաճ կտանք արձագանք։ Քանի օր առաջ եկեղեցում երբ որ իսկ ներողություն, մենք պայմանավորվեցինք, ես ընդհանրապես հարգելով ձեզ, այս պահին մի քանի հարցի պատասխանեցի, մնացած հարցերը հետո կտակ։ Ես հարգում եմ ձեզ, այսօր նաև պատարագ է օր է, խնդրում եմ բոլորը նույնպես հաղորդակցվեք Աստծո հետ եւ ես խնդրում եմ մնացած հարցերին խնդրում եմ գնահատականներ մի տվեք ես ներողություն գնահատակ էլ ոչ մի հարց չեմ տալու էլ ոչ մի հարցի չեմ պատասխանելու